Ալավերդին հայտնի է իր բնությամբ և հանքարդյունաբերությամբ, այն զբոսաշրջության զարգացման համար բոլոր նախադրյալներն ունի, շրջակայքն էլ հարուստ է պատմամշակութային կոթողներով։ Իսկ ինչ պայմաններ են ստեղծված ներսում քաղաքն ավելի բարետես դարձնելու, բնակչի և հյուրի համար հարմարավետ պայմաններ ստեղծելու առումով։ Տեղում մեր տեսախցիկը պարզեց, որ Ալավերդին ալավերդցու աչքերով միանշանակ չի ընկալվում։ Համայնքային իշխանության կողմից կատարվող սանմաքրման, աղբահանության, կանաչապատման, ասֆալտապատման եւ այլ աշխատանքների վերաբերյալ տարբեր գնահատականներ են հնչում։ Աշխատանք կատարվում է բնականաբար, այդքան ակնառու չի, բայց կատարվում է այդ ժողովրդի անուշադրությունը, նաև շատ ոչ պահպանող վիճակը, կարելի ասել, որ այդքան քաղաքապետարանի մեղք չեմ համարում, ինչքան ժողովրդի անշնորհքության մեղավորությունն է, որ քաղաքը հիմա այսպես աղբում։ Ընդհանրապես այստեղ աշխատանք չի տարվում, որովհետև ասֆալտապատման հարցը առավել եւս շատ վատ է տարվում, կարեմ բացատրեմ ինչի։ Ես մնացնեմ Շամշադին եկել, ընդեղ եթե մի հատ այսքան փոքր անցք կա, ուղղակի մենակ այդ փոքր անցքը միանգամից անում են ու կրսնում են, այսինքն նույն գումարով ավելի մեծ տարածություն են անում։ Մեր մոտ բռնում են քանդում, մինչև անձրև չի գալիս, ասֆալտապատում չեն անում եւ հետևանքը նմանա որ մենք ասֆալտ չենք ունենում նորից։ Աղբանությունն էլի լավ չի, ասեմ ինչի լավ չի, որովհետեւ շաբաթ-կիրակ ընդհանրապես աղբանություն չի կատարվում։ Ցանկացած օր կարող եք նկատել, որ աղբարկղները լիքն են։ Այսինքն առավոտ շուտ տանում են, մինչև հաջորդ առավոտ աղբարկղները լցվում են։ Դա գոնե պետք է կատարվի օրակամի 2 անգամ, որ գարշելի հոտ առավել եւս համարվա շոքին չի լինի։ Մեր քաղաքապետը, որ նոր նշանակվեց, այսինքն տրվեց ժողովրդի կողմից, հիմնականում սկիզբը կատարվեց այդ աղբահանության աշխատանքները, որ փողոցները մաքրվեն աղբերից, այդ աղբակույտը շատ կային կուտակված, աղբարկղները մաքուր լինի, ամեն օր աղբահանություն կատարվում է, ամեն ինչը կապված է փողի հետ։ Եթե փող չկա, ինչով պետք է աշխատանք կատարեն։ Քաղաքում հիմնականում չկան աշխատատեղեր, բնակչության մեծ մասը դուրս է եկած արտագնա աշխատանքի, ֆաբրիկաներ չկան, գործարաններ չկան, որոնք փոխհատուցումներ կատարեն քաղաքապետարանի բյուջեին, որ քաղաքապետարանը բյուջե ունենա ու մնացած աշխատանքները կազմակերպի։ Բոլորից գոհ ենք։ Ամենակարևորը մաքրությունն է, որ մեր քաղաքում շատ նորմալ է։ Մնացած բաները արդեն գալիս է իշխանությունից, քաղաքի հետ կապված։ Միշտ երևի այդպես է եղել։ Մեկը ինձ հետաքրքիր չի։ Մեզ ասենք ինչքան վճարում են, մնացածը մեզ հետաքրքիր չի։ Որտեւ այնքան խնդիրներ կա, արդեն նմանատիպ բաները հետին պլան։ Վերջին մարդահամարի տվյալներով Ալավերդու բնակչության թիվը 13,000 է, այն մեծ թիվ չէ քաղաքային համայնքի համար, սակայն եղած բնակչության պահանջները բավարարելն էլ այսօր ծանր է։ Կոմունալ տնտեսության և սպասարկման աշխատանքներն իրականացվում է ՊՈԱԿ-ի միջոցով, աշխատանքները վերահսկում է Ալավերդու քաղաքապետարանի բնակարանային և կոմունալ սպասարկման հարցերի հանձնաժողովը։ Այն բաղկացած է 9 անդամից, որից 4 ավականու անդամներ են, նախագահը փոխքաղաքապետն է։ ՊՈԱԿ-ի գործունեությունը հանձնաժողովի անդամ Վարդան Էվոյանը դրական է գնահատում։ Մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում վերջինս ասաց, որ հատկացված փոքր գումարների շրջանակում այն բավականին լավ է աշխատում, իսկ հանձնաժողովը զբաղվում է բնակչության բողոքների, վերհանված հարցերի վերլուծությամբ։ Հիմնականում հիմա գիտեք, ինչքան էլ մենք ավելացնում ենք, ասենք աղբարկղների քանակները, ինչքան էլ լավացնում ենք դրա սպասարկումը եւ այլն, մեր ժողովրդի կացուցածը մի քիչ փնթի է դարձել, էլի, աղքատության հետ է դա կապված, թե ինչա, մեկ է տեսնում ես ստեղ ընդեր սեփական նախաձեռնությամբ աղբանոցների են վերածել պատվարները բանը։ Մենք այդ բոլոր հարցերը քննարկում ենք, հանձնարարում ենք, որտեղ ինչ ենք տեսել, որտեղից ինչ բողոքներ կա, առնետների շատանալ կա, իսկ այն կա, իրանց ասում ենք, իրանք էլ անում են, հնազանդ։ Բնակչության կողմից բարձրացված հարցերն ըստ Էվոյանի հիմնականում վերաբերում են փողոցների մաքրությանը և աղբահանությանը։ Կարևոր խնդիրներից է համարում նաև նոր աղբավայրը բարվոք վիճակում պահելը, որպեսզի այն երկար ծառայի։ Նոր աղբավայրը հանձնաժողովի անդամը կարևոր ձեռքբերում է համարում։ Կոմունալի ոլորտում այդ աղբավայրը մեկ, միջայլոց այդ մեր մարզի ղեկավարության նվերներն այվել մեր համայնքին։ Նրանց ջանքերով էր, որ Ալավերդում նման բան կայացավ։ Ամենամեծը դա էր, որովհետև հին աղբավայրը էլի վիճակի չէր, էլի չէր ծառայում։ Շատ վատն էր։ Հետո ես մեր նոր քաղաքապետը նորից եմ ասում, միջայլոցին բարերը իմ
անաչառությունը խնդրում եմ որպես կանխավարկած ընդունեք էլի երեսպաշտություն չկա էլի ասածից մեջ իրոք շատ աշխատասեր մարդ է ու նրա ջանքերով էլի քաղաքը մաքրվեց դեր կար որ պատկերացեք փողոցների կողքերին մոշուտեր առաջացել եսի միշտ թփեր ինչ այդ թփերի մեջ էլ դե բնական է քամին ինչ ասես տանում պահում է չէ բան տելեֆոն թուղթ հետո բակերում շատ կար հին մեքենաներ բաներ այդ ամբողջ հին մետաղը ամբողջությամբ հավաքվեց բերվեց գործարանի տարածքում անձնվեց որպես մետաղի ջարդում Համայնքի խնդիրներից է ճանապարհների բարեկարգումը, դրանք ամբողջությամբ ասֆալտապատելը թանկ արժե։ Էվոյանի խոսքով փոսալցման աշխատանքների անարդյունավետությունն էլ իր պատճառներն ունի։ Ընդհանրապես այդ փոսալցումները երկար չեն տևում, էլի նորոգածը երկար չի դիմանում։ Ու ասենք մի 2 տարի հետո այդ նույն փոսը նորից նորոգելու կարիք է առնում։ Ուրիշ տեղեր ես տեսել եմ, որ ավելի երկար են դիմանում այդ կարկասանները, մեր մոտ մի քիչ են դիմանում, չգիտեմ դա ինչի հետ է կապված։ Եղանակն էլ է, դե հա, ասենք ֆինանսը չկա, հետո ֆինանսը հենց որ գալիս է, ասենք երկրորդ կիսամյակում, այդ գումարը այդ գործին ներկայացնում եք, անձրևները սկսվում են։ Ոչ այնա թողնեն այդ գործը, ոչ այնա որ այդ վիճակում այդ եղանակային պայմաններում արած գործը որակով կլինի։ Այդ տենց է ստացվում։ Դա եղանակին արած ասֆալտը վառն է։ Ժամանակին Ալավերդին արդյունաբերական քաղաք էր, հանքարդյունաբերությունն այսօր էլ քաղաքի կյանքում զգալի դերակատարություն ունի, սակայն խոշոր հարկատուներից Valex ընկերությունը հանքարդյունաբերական մյուս հսկաների նման վերջին շրջանում ճգնաժամի մեջ է։ Ուստի այս եւ այլ պատճառներով համայնքային բյուջեի չափը վերջին տարիներին անընդհատ փոփոխվում է։ Ալավերդի համայնքի 2015 թվականի բյուջեի եկամուտներն ընդամենը 472 միլիոն 830 հազար դրամ են։ Մնում է եզրակացնել դրանցով աշխատանքներ կատարելու համար տրամադրվող գումարները որքան կլինեն եւ ինչ արդյունավետությամբ կիրականացվեն աշխատանքները։